այսօր կառավարությունը մի շատ կարևոր որոշում է ընդունել գյուղատնտեսության հետ կապված, մասնավորապես անասնապահության, անասնաբուծության հետ կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գյուղաբնակ քաղաքացիները, ֆերմերները, եթե իրենց անասունները տանեն սպանդանոցային մորթ իրականացնելու համար, ապա 10,000 դրամով պետությունը փոխհատուցում է սպանդանոցային մորթի արժեքը։ Առաջին քայլը լինելու է առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրեր կնքի սպանդանոցների եւ համայնքների հետ, եւ այնուհետեւ այդ process-ից հետո, հենց անմիջապես հետո մեր բնակիչները իրենց մորթը իրականացնելու համար կամ չեն վճարի, կամ կվճարեն շատ ավելի քիչ դրամ, ինչու եմ դա ասում, որովհետեւ մենք հարցումներ ենք արել, տարբեր գներ կային 8,000 դրամից մինչև 12-13,000 դրամ էր մեկ մորթի գինը եւ պետությունը փոխհատուցելու է 10,000 դրամ, այսինքն եթե արժեքը եղավ օրինակ պայմանական 11,000 դրամ, մեր քաղաքացին վճարում է միայն 1,000 դրամ, դրա համար ինքը պետքա կտրոն ստանա եւ ինքը պետքա նաեւ ստորագրի, որ վճարել է ծառայության համար 1,000 դրամ, մնացած 10,000 դրամը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփոխհատուցի արդեն սպանդանոցի։ Այդ դրական նախագծի ներքո ես ուզում եմ մեր շնորհավորանք պարոն Բաբա, այսօր Շուշի ազատագրման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ։ Ուրախ եք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ մեր ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջ քաշված իրական Հայաստանի քաղաքակրթական մոդելը եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինքը պատասխանում է բոլոր հարցերին եւ ես ուրախ կլինեմ եւ ուրախ եմ նրանով, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կնքի խաղաղության պայմանագրիր, Հայաստանում լինի վերջնական խաղաղություն եւ այլևս պատերազմներ չլինեն եւ մենք մեր հսկայական միջոցներն ուղղենք մեր երկրի, մեր բնակչության սոցիալական, կրթական եւ առողջապահական խնդիրների շարունակական բարելավմանը։ Այլ հարցեր ես ներողություն եմ խնդրում, ես հիմա եւս մեկ կարևոր հայտարարություն ունեմ, ես եւս մեկ կարևոր հայտարարություն ունեմ, որը ուզում եմ դրա մասին խոսել, որը վստահաբար մեր քաղաքացիների դուք ինձ խանգարում եք, որը վստահաբար շատ ավելի հետաքրքիր է այսօր մեր քաղաքացիներին, գիտեք, 2 օր առաջ բավականին մեծ եւ բավականին աղետաբեր կարգուտ է եղել Արմավիրի մարզում, մասնավորապես Արտաշատ համայնքի մի շարք գյուղերում։ Ես առաջիկա օրերին պլանավորում եմ այցեր հենց գյուղեր, տեղում կծանոթանամ ստեղծված իրավիճակին, այնուհետև կգույքագրենք խնդիրները, կգույքագրենք վնասների չափը, արդեն իսկ մոտավորապես գիտենք ինչի մասին է խոսքը, օրինակ ամենամեծ վնասը ելակն է կրել, այնուհետև բանջարաբոստանային կուլտուրաները եւ համեմատաբար ավելի քիչ վնաս պտուղը, բայց կհասկանանք վնասի ծավալները, ինչպես նաեւ կհասկանանք այն մեխանիզմները, որով կփորձենք օրինակ փորձենք աջակցենք մեր բնակչությանը, որպեսզի իրենք այս դժվար իրավիճակից դուրս գան։ Ես ուզում եմ նշել, որ անցած տարի մենք եւս այդպիսի բարդ իրավիճակի առաջ էինք եւ այդտեղ շատ անհատական մոտեցումներ էինք ցուցաբերում, մի դեպքում փորձում էինք վարկային տոկոսադրույքների հետ կապված որոշակի երկարաձգումներ ունենալ, մի դեպքում այլ լուծումներ։ Ուզում եմ նշել, որ խնդիրը հիմա գույքագրման փուլում է, ես ինքս վաղը մասնավորապես մայիսի 9-ին պլանավորում եմ լինել գյուղերում, ինչպես նաև կիրակի օրը կլինեմ մեր գյուղերում եւ խնդրին մանրամասն կծանոթանամ շաբաթ կիրակի օրերը եւս եւ որից հետո արդեն կհասկանանք ինչպիսի աջակցության մեխանիզմներ կարողանանք կիրառել։